Ինչ են զիջել, կարող եք ասել, մեր ունեցածից, մեզ պատկանողից։ Դե դա պահանջածն է, ոչ թե ունեցածը, դա հա ֆիզիկական վերահսկողություն։ Ֆիզիկական վերահսկողություն նկատի ունենք։ Դա եղել է պատերազմի հետևանք 40-42 կիլոմետր տարածք։ Հա չէ, դա մեր հը տարածքի մասին եք ասում։ Չէ, դա մենը չէր, մեր հետ։ Չէ, դա բայց դա զիջվել է, դա եղել է բախման հետևանք։ Չէ, բայց ով է զիջել։ Ով է զիջել այստեղ։ Դա մեր տարածքն է, ով է, այսքան վաղ դուք մեկից լսել եք, որ ասի, դե լավ, Ժորժ ջան, թեման փակեցինք, ով չկա նման։ Դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, դա չի զիջվել է, դա եղել է բախում։ Ջերմուկի մասին եթե խոսում ենք, որտեղ բախման Հայաստանի Հանրապետության հարավային, ամենահարավային ճանապարհը, Մազորագարը, որը ասում է հայ-իրանական սահմանով։ Ահա։ Կարող էր ամբողջությամբ աներկբա, առանց որևէ քննարկման վերահսկվել Հայաստանի Հանրապետության կողմից ինչպես ամբողջությամբ աներկբա, առանց որևէ խնդրի վերահսկվելու Հայաստանի Հանրապետության կողմից հիմա էլ է այդպես։ Իսկ կառավարումը կարող է իրականացվել Հայաստանի կողմից։ Կառավարման հետ կապված հետևյալ խնդիրը կա, որովհետեւ դու կառավարես այդ ճանապարհը լինի։ Պետք է կառուցես։ Եթե երկաթգիծ է, երկաթգիծ, եթե ասֆալտապատ է, ասֆալտապատ։ Մենք փող չունենք, որ կառուցենք դրա համար։ Երկաթգծի փող չէ, չունենք։ Կներեք։ 7 միլիարդ դոլարի արտաքին պարտք ենք ավելացրել, պարոն Յովյան։ Մենք հա դրա համար էլ այդքան կապիտալ ծախսեր է արվում։ Բայց մյուս կապիտալ ծախսերը, այսինքն համետ երկաթգիծը քանդել, թալանել, տարել են, ասենք կներ եկել հիմա բան կանեմ, որը այսինքն հիմա դատվում են էլի 200 միլիոն դատվում են ասուլիս են տալիս են դատվում։ Դատվել անպայման բանդում նստած դատվում։ Իդե շարաշունով 200 միլիոն դոլարի պետությունն էլ իրենց գրասենյակների գումարներ է վճարում, աշխատակազմ են պահում։ Դե դուք իրավական պետություն եք ուզում, թե բեսպրիձել պետություն եք ուզում։ Տեխնազոր տալիս է, որտեղ մեր օրենքով պետության նախկին ղեկավարին հասնում է բեսպրիձել եք ուզում։ Այսինքն եթե մարդը ազատության մեջ քաղաքականությամբ է զբաղվում, դուք իրեն մեղադրում եք ռելս գողանալու մեջ, ռելս գողացողը քաղաքական հայտարարություն է անում։ Թե հաստատով կա հանել 320,000 $-ով վաճառել են ԶՊՄԿ-ին։ Ով Ռոբերտ Քոչյանը։ Ռոբերտ Քոչյան, նախագահ Սերժ Սարգսյան, նախարար Խաչատուրով նախարար տեղական։ Այսինքն հանցագործություն է տեղի ունեցել, ինչպես են այդ մարդիկ ազատության մեջ։ Բանը ներկայացված է, դատախազությանը ներկայացված է բանը, այդ հայցը ներկայացվել է դեռ 20 թվականին։ Դատախազությունը ում ենթակացվել է, մանյո։ Դատախազությունը անկախ գործող մանին է, դա ջան։ Տիկին Վարդապետյան, սահմաններից դուրս չենք գալիս, դուք ազգային ժողովում եք, ես ժողովրդավարական նստում, շատ է մարդու իրավունքների պաշտպանել է նստում, բանել է նստում դա։ Ով է ընտրել դատախազին գլխավոր։ Ախ, այդպես չի, դուք ասում եք եվրոպական արժեքներ, ազգային ժողովն է ընտրել, բայց ազգային ժողովը ենթակա Այսինքն նշանակում որ ես կարամ զանգեմ գլխավոր դատախազին, ասեմ բան, ես մեկի դատեք եմ դատախազին նաև հանել գործից իդե։ Դա բայց դրանից չենք խոսում, մենք վերահսկողությունից ենք խոսում աշխատանքի նկատմամբ, ոչ թե աշխատանքի ընդունելուց կամ հանելուց։ Այսինքն երբ կարիքը կա մենք շատ ժողովրդավար ենք, երբ կարիքը չկա կարող ենք քաղաքական հայտարարություն անել ու ասել Ռոբերտ Քոչյանը ռելս է գողացել։ Այս ավելի կոնկրետ եթե լինենք, քանդել ծախել։ Քանդել ծախել։ Չի կներեք